Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկում է 26 թվականի հունվարի 1-ից սահմանել ստորին շեմեր նվազագույն կենսաթոշակի և միջին աշխատանքային կենսաթոշակի չափի համար, այն է պարենային զամբյուղի և սպառողական զամբյուղի ամսական արժեքները։ Նախագծով կառավարությանը լիազորություն է տրվում սահմանել միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը։ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակը կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականությունը ավելի կանխատեսելի դարձնելու միջոցով տարեց հաշմանդամություն ունեցող և կերակրողին կորցրած անձանց համեմատաբար բարեկեցիկ կյանք ապահովելն է։ Հարկ ենք համարում նշել, որ կենսաթոշակի չափը և սպառողական ու պարենային զամբյուղների արժեքների միջև փոխկապակցվածության և համաչափության ապահովումը կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է, որը բխում է Սահմանադրությամբ վերջինիս տրված լիազորությունների շրջանակից։ Պետությունն ունի սկզբունքորեն լայն հայեցողություն քաղաքականություն մշակելու և իրականացնելու հարցերում, ի թիվս ալինի հիմնվելով տնտեսական և ֆինանսական ընթացիկ հնարավորությունների վրա, այսինքն պետության հայեցողության սահմանները պետք է դիտարկել նրա սոցիալ-տնտեսական հնարավորությունների տեսանկյունից։ Ազգային ժողովի որոշմամբ հավանություն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարությունը սահմանել է ռազմավարական նպատակ մինչև 2026 թվականը քայլեր ձեռնարկել նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։ Հարկ ենք համարում նշել նաև, որ նախագծով առաջարկվող երկու կետերն արդեն իսկ ամրագրված են կառավարության որոշմամբ հաստատված 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով, համաձայն որի նախատեսվում է մինչև 26 թվականը քայլեր ձեռնարկել նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերի բարձրացման վերաբերյալ։ Հավելենք նաև, որ նվազագույն կենսաթոշակի չափը դեռևս 2026 թվականի հուլիսի 1-ից արդեն իսկ անցել է Համաշխարհային բանկի կողմից ընդունված մեթոդաբանությամբ հաշվարկված պարենային զամբյուղի արժեքից։ Բացի վերը նշվածից տեղեկացնում ենք նաև, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված պարենային և սպառողական զամբյուղի հաշվարկման հիմքում ընկած առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի վերաբերյալ նորմատիվները բավականին հնացած են և ըստ այդմ կարիք ունեն արդիականացման, որի պարագայում ակնհայտ է փոփոխությունների կենթարկվեն նաև նրանց արժեքային մեծությունների վերաբերյալ վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվող և հրապարակվող համապատասխան տվյալները։ Բացի դրանից, կառավարության հնգամյա ծրագիրը քաղաքական իրավական փաստաթուղթ է և իր մեջ ներառում է գործադիր մարմնի ստանձնած ոլորտային հանձնառություններ, որոնք իրականացնելու է իր կառավարման շրջանում։ Այս հանձնառությունները մասնակի և ընտրողական մոտեցմամբ օրենքում ամրագրելն առնվազն պիտի հիմնավորված լինի։ Տվյալ դեպքում քննարկվող հանձնառության հիմքում պետության սոցիալ-տնտեսական իրավիճակն է և նպատակահարմար չէ օրենքով սահմանել։ Այն օրենքով սահմանելը նպատակահարմար չէ նաև այն պատճառով, որ հնգամյա ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնառություններն իրականացվում են ըստ պլանավորածի։ Տեղեկացնեմ, որ 2021 թվականից ինչ գործում է հնգամյա ծրագիրը, գրեթե ամեն տարի կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ որոշումներ են կայացվել։ Ըստ այդմ նվազագույն կենսաթոշակը 21 թվականի 26500 դրամից այսօր կազմում է դարձել է 36000 դրամ, միջին կենսաթոշակը 43600 դրամից այսօր կազմում է ավելի քան 49000 դրամ։ Ելնելով վերագրյալից առաջարկում ենք օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթի ընդունումը հանել շրջանառությունից և գտնում ենք, որ դրա ընդունումը նպատակահարմար չէ։ Շնորհակալություն, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Ցավոք հարցերի համար ժամանակը լրացել է